Սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք հաղորդումը, իսկ այժմ խորհուրդ ծնողներից էջն է մեր եթերում։ Սիրելի ծնողներ, այսօր խոսելու ենք մի շատ արդիական թեմայի մասին, մասնավորապես մանկական եւ դեռահասային տարիքի երեխաների ճարպակալության մասին։ Ժամանակակից աշխարհում մանկական ճարպակալումը դարձել է ոչ միայն արտաքին տեսքի, այլև առաջին հերթին առողջության լուրջ խնդիր։ Եթե կար ժամանակ, երբ ավելորդ քաշը դիտվում էր որպես լավ կերած երեխայի նշան, ապա այսօր բժիշկներն ահազանգում են, այն կարող է հիմք դառնալ քրոնիկ հիվանդությունների զարգացման համար։ Ինչն է պատճառը՝ արագ սնունդը, նստակյաց կյանքը, գենետիկան, թե հորմոնալ խանգարումները։ Որտեղ է սահմանը պարզ ավելորդ քաշի եւ բժշկական միջամտության պահանջող ճարպակալման միջև, եւ որ ամենակարևորն է, ինչպես կարող ենք կանխել խնդիրը ընտանիքում։ Այսօր կփորձենք մասնագետի հետ միասին հասկանալ մանկական եւ դեռահասային ճարպակալման իրական ռիսկերը եւ արդյունավետ լուծումները։ Իմ հյուրն է Արաբկիր բժշկական համալիրի երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ դեռահասային բժիշկ Մարինա Մելքումովան։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնելու համար եւ առաջին հարցը հետեւյալն է. արդյոք վերջին տարիներում նկատվում է երեխաների եւ դեռահասների շրջանում ճարպակալման աճ եւ որ տարիքային խմբում են առավել հաճախ հանդիպում, եթե այո։ Շատ շնորհակալություն այս թեմայի շուրջ խոսելու, իրականում մենք ունենք խնդիր եւ եթե ժամանակին կարծում ենք, թե Հայաստանին դա չի վերաբերվում, դա մեր մասին չի, դա ավելի շատ արևմտյան երկրներում է, ապա այսօր մենք առնչվում ենք նման խնդրի շուրջ եւ ընդհանրապես ինչպես դուք ասեցիք, դա աշխարհի մասշտաբով դա արդեն պանդեմիայի բնույթ է կրում, որովհետեւ բոլոր երկրներում, եթե նայենք այդ քարտեզով, բոլոր երկրներում կա ավելորդ քաշ եւ ճարպակալում եւ Հայաստանը հետ չի մնում։ Ինչ վերաբերում է թե որ տարիքում ավելի շատ, մենք ունենք տվյալներ 7-8 տարեկանների շրջանում հետազոտությանը, որտեղ աղջիկների 25% եւ տղաների 30% ունեն ավելորդ քաշ ներառյալ ճարպակալում։ Եվ ունենք դեռահասային տարիքի հետազոտություն, որտեղ դեռահասների օրինակ 15 տարեկան աղջիկների 12% եւ տղաների 25% եւս ունեն ավելորդ քաշ եւ ճարպակալում։ Դա շատ լուրջ թիվ է։ Ճիշտ է, ինքը եվրոպական երկրների միջին թիվն է, կան ավելի բարձր, կան ավելի ցածր, բայց դա արդեն ահազանգող է, դա արդեն խնդրահարույց է մեզ համար, որովհետեւ այստեղ խնդիրը ոչ թե էսթետիկ է, այստեղ խնդիրը ոչ թե դե կամքի ուժ չունի։ Եկեք տանք սահմանումը, ինչ է ճարպակալումը։ Ճարպակալումը դա քրոնիկ, պրոգրեսիվող, ռեցիդիվող հիվանդություն է, որը շատ բազմագործոն է եւ պատճառները տարբեր են լինում։ Դա եւ ժառանգականությունն է, եւ միջավայրն է, եւ սննդային այդ վարքագիծը, եւ ֆիզիկական ակտիվության պակասը, եւ սոցցանցերում ներգրաված լինելը։ Այսինքն մի ամբողջ այդ մի կոմպլեքսային մի խնդիր է եւ ամեն մի գործոնի հետ մենք պետք է աշխատենք եւ փորձենք ազդել ամեն մի գործոնի վրա, որպեսզի մենք չունենանք այդ խնդիր։ Եթե երեխան փոքր տարիքում արդեն իսկ ունի ավելորդ քաշ եւ ճարպակալում, ինքը իր հետ դա տանելու է դեռահասային տարիքից կտանի մեծահասակ կյանք։ Ինչ կունենա երեխան եւ դեռահասը, որը ունի ավելորդ քաշ եւ ճարպակալում։ Նախ սկսենք դրանից, որ նաև մենք պետք է մեր խոսակցության մեջ էլ մի քիչ այդ պիտակավորումից էլ զոր կլինենք, որովհետև դա ինքն իրանով արդեն իսկ խնդրահարույց է լինելու երեխայի համար եւ չասենք ճարպակալած երեխա, այլ երեխա ճարպակալումով կամ երեխա ավելորդ քաշով, այսինքն դա էլ այսպես կոչված պացիենտակենտրոն մոտեցում լինի եւ ինչ կարող է ինքը ունենալ։ Իհարկե ինքը կունենա հոգեկան առողջության այս կամ այն խնդիրները, որտեղ գիտենք, որ այս տարիքում երեխաները շատ հաճախ ենթարկվում են բուլինգի եւ հենց բուլինգի պատճառներից մեկը կարող է լինել այդ տարբերվող ֆիզիկական տեսքը։ Շատ նիհար կամ շատ գեր երեխա ինքը ավելի շատ կարող է այդ վերաբերմունքի արժանանալ ցավոք սրտի հասակակիցների կողմից եւ դա կբերի եւ դեպրեսիա եւ կրկին ցածր ինքնագնահատականի կնվազի իր դպրոցական առաջադիմությունը, որտեղ ինքը չի ուզենա գնալ դպրոց, այդ նորից կբերի դրան, որ ինքը փորձելու է իր հանգստությունը գտնել սննդի մեջ եւ այսպես առատավոր շրջան է լինել։ Հաջորդը դա
սիրտանոթային հիվանդությունների առաջացումն է, որը սկսած այդ տարիքից կարող է զարգանալ, հոդային խնդիրները, որտեղ այդ նույն քաշով երեխան ամեն օր պետք է քայլի, վազի եւ դա էլ է իր հերթին վերում այդ նման խնդիրների առաջացմանը, շաքարային դիաբետի առաջացումը երկրորդ տիպի, այսինքն տեսեք ինչքան ու դա ընդհանրապես խնդիրների մի մասն է, նաեւ քնի ապնոյ, նաեւ մկանային ցավեր, այսինքն մենք կարող ենք տենց ամեն մի համակարգով անցնել եւ տեսնել, որ այդ ավելորդ քաշը եւ ճարպակալումը ազդեցություն է թողնում ամբողջ օրգանիզմի վրա։ Շատ լավ, բավականին այսպես ինֆորմատիվ պատասխան տվեցիք։ Հաջորդ հարցը հետևյալն է, ինչպես ծնողները կարող են տարբերակել պարզ ավելորդ քաշը եւ այն ճարպակալումը, որը արդեն իսկ անհրաժեշտություն է ունենում բժշկական միջամտության։ Սահմանը որտեղ է։ Տեսեք, երբ որ մենք երեխաներին ենք գնահատում, մենք օգտագործում ենք այդ պերցենտիլային սանդղակները, այսինքն ամեն այցի ժամանակ վերցվում է երեխայի քաշը եւ հասակը եւ դրվում է այդ պերցենտիլային սանդղակների վրա։ Եվ ըստ սանդղակների արդեն երևում է, որ դեպքում ինքը ավելորդ քաշ է եւ ավելորդ քաշն էլ, նույնիսկ այդ որ ասում ենք դե պարզ ավելորդ քաշ է, բայց ավելորդ քաշն էլ արդեն նախազգուշացում, արդեն նշան է, որ ինչ որ մի բան Ինչի սննդակարգում, ֆիզիկական ակտիվությունում, միջավայրում, ընտանիքի սննդային այդ սովորությունների մեջ, երբ որ ծնողները սովոր են, որ եւ ասում են երեխային ամեն ինչ հացով կեր, մինչեւ վերջի գթալը կեր, մինչեւ վերջի կտորը կեր, մամայի համար, պապայի համար եւ մնացած նման դրվագներ, որը արդեն իսկ չի թողնում երեխային զգալ ինքը երբակուշտ եւ երբա ինքը սոված լինելու եւ կանգնել դրան։ Եվ մյուս խնդիրը, որը ոչ պակաս է, երբ որ սնունդը օգտագործում են որպես պարգևատրում։ Այ քեզ լավ կպահես, քեզ պահպահակ կանենք, կոնֆետ կարտենք, քաղցր կտանք, դա էլ է ֆիքսում որպես վարքագիծ ու դա էլ է սխալ։ Այսինքն արդեն եթե ունի ավելորդ քաշ, դա արդեն խնդիր է։ Ու արդեն ստեղից սկսվում է այդ կանխարգելումը, կանխարգելիչ աշխատանքը, որը բժիշկն է սկսում զբաղվել եւ ճիշտ կլինի, որ արդեն երբ որ հասնում, դա չհասնի ճարպակալմանը։ Եթե հասնում արդեն ճարպակալմանը, շատ ավելի լուրջ խնդիր է եւ ստեղ արդեն թիմային աշխատանքով պետք է մոտենանք, որտեղ պարտադիր է նաեւ աշխատի հոգեբանը, շատ դեպքերում դա ասեցի հոգեբանական ենթատեքստներ կարա ունենա էնդոկրինոլոգը, դիետոլոգը եւ ի վերջո վերջին տարբերակը, երբ որ արդեն դեռահասային տարիքում տեսնում ենք, որ չափից ավել է եւ ծանրագույն ճարպակալում մենք ունենք, արդեն կարող ենք նաեւ դիմել վիրաբուժի ու արդեն հասնել անգամ բարիատրիկ վիրաբուժությանը։ Խոսենք մի փոքր դիետաների մասին, որտեղ սա շատ տարածված մոտեցում է, բայց արդյոք խիստ դիետաները երեխաների եւ դեռահասների շրջանում ընդունելի է, թե կան այլ մոտեցումներ, որոնք ճիշտ են։ Շնորհակալություն հարցի համար։ Իհարկե խիստ դիետաները եւ այն դիետաները, որոնք որ այսօր տարածված են այդ համացանցում, եթե դիետա բառը մի հատ դնենք, մենք կտեսնենք ինչքան շատ է բերելու։ Այդ համացանցը երեխաների դեռահասների շրջանում խիստ դիետաները ուղղակի արգելված են։ Եթե չկա բժշկական ցուցում այս կամ այն հիվանդության պատճառով, այս կամ այն սննդանյութերը պետք է պակաս լինեն կամ ընդհանրապես հանվեն, երեխաները չպիտի խիստ դիետա պահեն։ Իհարկե, նորից եմ կրկնում, խոսքը չի գնում որոշ հիվանդությունների մասին, երբ որ դա պետք է խիստ անհրաժեշտություն է։ Մնացած դեպքերում երեխաների սննդակարգը պետք է լինի բազմազան եւ ներառի բոլոր այն սննդամթերքները, որոնք որ մենք օգտագործում ենք մեր առօրյայում։ Սահմանափակումը կամ հանելը խոսքը գնում է fast food-ի մասին, որին այսօր մենք շատ սովոր ենք, մտել է մեր առօրյայի մեջ, այդ դրա մասին կարելի է երկար խոսել եւ այդտեղ գտնել ինչ կարելի է ընդհանրապես եւ պետք է ընդհանրապես չօգտագործել, օրինակ նույն գազավորված ըմպելիքները, նույն էներգետիկ ըմպելիքները, որոնք որ ընդհանրապես երեխաները չպետք է օգտագործեն, իսկ ինչը կարելի է պարզապես հետաձգել դրանց մուտքը կամ հնարավորինս քիչ օգտագործել։ Սահմանափակել։ Անչափ շնորհակալություն բժշկուի բավականին այս կարևոր տեղեկությունների համար, որը կարծում եմ շատ ծնողների համար կլինի օգտակար։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ պարզ դարձավ մեզ համար, որ ճարպակալումը այն խնդիրներից է, որի լուծումները սկսվում են հենց ընտանիքից։ Ճիշտ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, առողջ սովորույթները պետք է լինեն ոչ թե ժամանակավոր բնույթ կրող, այլ
որպես կենսակերպ։ Սիրելի ծնողներ, կարևոր է հիշել երեխաների դեպքում խիստ սահմանափակումները եւ կտրուկ դիետաները լուծում չեն։ Ամենաճիշտ քայլը մասնագետի խորհրդատվությունն է եւ աստիճանաբար առողջ փոփոխությունները։ Միասին ձևավորենք առողջ սերունդ, իսկ մենք շարունակում ենք մեր հաղորդումը։